Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 9։ Քո քաղցրությունը մեծացնում է ինձ։ Սաղմոս 18-րդ գլուխ 35-րդ խոսք։ Այս խոսքերը կարելի է թարգմանել «Քո բարությունը մեծացնում է ինձ»։ Դավիթը երախտագիտությամբ իր մեծությունը վերագրում է ոչ թե իր սեփական արժանինքներին, այլ Աստծո բարությանը։ Քո նախախնամությունը թարգմանության մեկ այլ տարբերակ է, և ըստ էության նախախնամությունը հենց բարության գործնական դրսևորումն է։ Բարությունն այն կոկոնն է, որի ծաղիկը նախախնամությունն է, և այն սերմը, որից նախախնամության բերքն է ստացվում։ Ոմանք էլ նախընտրում են «քո օգնությունը» տարբերակը, որը նախախնամությունը բնորոշող մեկ այլ տարբերակ է։ Նախախնամությունը լինելով սրբերի հավատարիմ աջակիցը, օգնում է նրանց ծառայելու Տիրոջը, կամ դարձյալ «Քո խոնարհությունը մեծացնում է ինձ», բայց հավանաբար ամենասպառիչն ու համապարփակը «Քո կարեկցությունը» տարբերակն է, որն ամբողջացնում է բոլոր վերոհիշյալ մտքերը, ներառյալ խոնարհությունը։ Աստծո խոնարհությունն էր, որ պատճառ դարձավ մեր մեծանալու համար։ Մենք այնքան փոքր ենք, որ եթե Աստված առանց կարեկցանքի դրսևորեր իր մեծությունը, մենք կճզմվեինք նրա ոտքերի տակ։ Բայց Աստված, որ ցած է իջնում տեսնելու երկինքները և խոնարհվում տեսնելու, թե ինչ են անում հրեշտակները, էլ ավելի է իջեցնում իր հայացքը, նայելու խոնարհներին և կոտրած հոգի ունեցողներին, որպեսզի մեծացնի նրանց։ Ինչևէ, թարգմանության այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ, Սեպտագիտնայում հին կտակարանի հունարեն թարգմանությունում ասվում է. «Քո խրատը, քո հայրական հանդիմանությունը մեծացնում է ինձ», իսկ քաղդեական համաբարբառում «Քո խոսքը մեծացնում է ինձ»։ Բոլոր դեպքերում միտքը նույնն է։ Դավիթն իր մեծությունը վերագրում է իր երկնավոր հոր ներողամիտ և ողորմած բարությանը։ Թող այս զգացողությունն այս երեկո մեր սրտերում էլ արձագանքի, ստիպելով մեզ մեր պսակները Հիսուսի ոտքերի մոտ գցել և բացականչել. «Քո քաղցրությունը մեծացնում է ինձ»։ Ինչ սքանչելի կերպով ենք մենք վերապրել Աստծո քաղցրությունը մեր կյանքում։ Ինչ քաղցր են եղել նրա խրատները, ինչ քաղցր է եղել նրա համբերատարությունը, ինչ քաղցր նրա ուսուցումները, ինչ քաղցր նրա կանչը։ Խորհիր այս թեմայի շուրջ, ով հավատացյալ։ Այս գիշեր նախքան քուն կմտնես, թող սիրտդ լցվի գոհունակության, խոնարհության և սիրո զգացումով։